Բնապահպանության վարչությանը հանձնարարական 90 ներկայացնել 2025 թվականի մայիս ամսվա վերաբերյալ օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները։ Պարոն քաղաքապետ, Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված 172 կայաններից ստացված տեղեկատվության համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը մայիս ամսվա համար կազմել է PM2.5-ի համար 35, իսկ PM10-ի համար 17, համեմատության համար եթե ներկայացնեմ, եթե համեմատենք նախորդ ամսվա հետ, ապա PM2.5-ի համար այն եղել է 61, իսկ PM10-ի համար 22, եւ այստեղ տեսնում ենք, որ կա նվազման միտում, որը բնականաբար նաև եղանակային պայմաններով է պայմանավորվում։ Տիկին Հայկազյան, եկեք ինչ-որ արձանագրումներ անենք, էլի այնուամենայնիվ, որովհետև շատ կարևոր է հասկանալ մեր օդի որակի խնդրի հիմնական հատվածը ինչից է գալիս։ Հիմա արդեն մեզ մոտ հունիս ամիսն է եւ նախորդ ամսվա վերլուծությունը, մայիսի վերլուծությունը ցույց է տալիս, որ 172 սարքերից, որոնք որ տեղադրվել են քաղաքապետարանի պահանջով, 172 սարքերից մենք ստանում ենք PM2.5-ի համար 35 ցուցանիշ, որը լավ միջակայքում է գտնվում, այսինքն օդի որակը լավն է եղել, կար միջինացված օդի որակը Երևան քաղաքում այս ամսվա ընթացքում եղել է լավը, իսկ PM10-ի համար 17, էլի ենթադրում եմ, էլի լավ միջակայքում է։ Հիմա հաջորդը, արդեն Տիկին Հայկազյան, պետքա մեր խոսեինք նաև քառամյա ծրագրից օդի որակի բարելավման եւ շատ կարեւոր են այն տվյալները, որոնք որ մենք հիմա արձանագրում ենք։ Մենք տեսնում ենք հստակ, որ աշնան վերջին ամիսներից սկսած մեզ մոտ խնդիրը սկսում է սրվել եւ գարնան ամիսներին փուլ խնդիրը մեղմվում է, գրեթե չեզոքանում է արդեն ամառվա ամիսների ընթացքում, նաև աշնան սկզբում։ Ըստ այդմ մենք ունենք քառամյա ծրագիր, ենթադրաբար այս նաև փաստերից ելնելով եւ հիմա խնդրում եմ ներկայացնել մեր քառամյա ծրագրի ընթացքը։ Պարոն քաղաքապետ, ձեր հանձնարարականի հիման վրա մշակվել էր Երևան քաղաքի օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել արտանետումներից ստացող հիմնական աղբյուրները եւ բարելավել օդի որակի ընդհանուր համակարգը։ Ծրագրում ներկայացված են թիրախային գործողություններ այդ աղտոտման աղբյուրներից արտանետումների նվազեցման, ինչպես նաև իրավիճակը բարելավելու միջոցառումներ, որոնք ձեզ նախորդիվ ներկայացվել էին։ Միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ գործող օրենսդրությամբ մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված չեն լիազորող նորմեր մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պլանների մշակման եւ հաստատման վերաբերյալ։ Եվ դրան այդ ընդունելով դա որպես հիմք շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչը թույլ է տալու արդեն տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում մշակել օդի որակի պահպանության պլաններ եւ այդ պլաններից բխող երկարաժամկետ եւ կարճաժամկետ գործողություններ։ Միևնույն ժամանակ նշեմ, որ 25 թվականի մայիսի 22-ին կառավարության 611L որոշմամբ հաստատվել են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 25-30 թվականներին համալիր միջոցառումների ծրագիրը եւ այս ծրագրի մշակման գործընթացում բնապահպանության վարչությունը սերտորեն աշխատել է ինչպես շրջակա միջավայրի նախարարության, այնպես էլ ազգային ժողովի մեր գործընկերների հետ եւ այս ծրագրում արդեն հիմք ընդունելով մեր քառամյա ծրագիրը արտացոլվել են մի շարք գործողություններ Երևան քաղաքի համար, դա մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի համակարգի արդիականացումն է եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, որը իրականացում է թե շինհրապարակներում շարունակական ավելացմամբ մեր օդի որակի չափող սարքերի եւ թե շրջակա միջավայրի նախարարության կողմից տեղադրվող երկու դեռևս այս պահին տեղադրման փուլում են
2 ռեֆերենս կայանների, որոնք նաև հնարավորություն են տալու ավելի ճշգրիտ եւ հավաստի տեղեկություն ստանալ օդի որակի վերաբերյալ։ Իրականացվում է նաև օրենսդրական դաշտի վերանայում, որը ներառում է շինարարության եւ հանքարդյունաբերության բնակավարներում ուրեմն փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջների սահմանումը, որը այս պահին չի իրականացվում, բայց հանքերի ինչպես քաղաքում, այնպես էլ քաղաքի սահմաններից դուրս գործող հանքերի գործոնը նույնպես մեծ է այս ոլորտում։ Իրազեկման արշավներ ենք պատրաստում ուրեմն օդի որակի բարելավման ուղղված եւ աղտոտող աղբյուրների մասին տեղեկատվության ուրեմն տրամադրում քաղաքացիներին, ինչպիսի գործողություններ կարելի թույլատրելի եւ ինչպիսի գործողություններ թույլատրելի չեն։ Միևնույն ժամանակ նշեմ, որ վարչական պատասխանատվության միջոցառումները պիտի խստացվեն եւ այս երթիմ օրենքի ընդունմամբ նաեւ բավականին բարձրանալու է հրապարակների կահավորման, փոշեճնշիչ սարքերի, ցանցերի չկիրառման դեպքում վարչական պատասխանատվության ուրեմն չափը։ Սրանք են այն գործողությունները, նաև նշեմ, որ կանաչ տարածքների այս պահին ոնց որ արտիական թեման է կանաչ տարածքների ավելացումը եւ Երևան քաղաքը պարտավորվել է տարեկան մինչև 30 թվականը նվազագույնը 10 հեկտարով ավելացնել դրանք։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, այնուամենայնիվ ոնց հասկանում եմ ծրագրից դուրս են մնացել տեղզնման կայանների ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ բոլոր տեսակի վնասակար արտանետումների չափման հատվածը եւ ուզում եմ հասկանալ ինչու։ Ճիշտն ասած, սա նախատեսել էինք թե մեր քառամյա եւ թե շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերների հետ քննարկելիս նշել էինք որպես պարտադիր պայման, քանի որ սա պետք է բխի իրականում կառավարության ծրագրից եւ ոչ թե տեղայնացված լինի Երևանում։ Չեմ կարող այս պահին նշել պատճառը, բայց գիտեմ, որ կոմիտեի նիստում սա դուրս էր մնացել հենց ծրագրից։ Հետևաբար մենք փորձելու ենք որևէ կերպ, սա երբ որ տեղայնացման մեր հնարավորությունը տրվի, արդեն քաղաքի մակարդակով լուծում տրամադրել։ Իրապես զարմանալի է, անկեղծ ասած, ու չգիտեմ ինչ հիմնավորում եւ բացատրություն կա դրան, որ օրինակ մարդը որոշում է, որ ինքը պետք է իր ավտոմեքենայի կատալիզատոր կոչվածը հանի եւ թունավորի բոլոր մնացածին, այսինքն չգիտեմ ինչ որ երևի խնայողություն է դրանով ստեղծվում, բայց մարդը չի հասկանում, որ այդ իր հանած կատալիզատորը սա շրջակա միջավայրում ով կանգնած է թունավորում է ինքը իր ավտոմեքենայով։ Եվ կարծում եմ այն, եթե մեզ տրված լիազորությունների շրջանակում մենք այդ հնարավորությունը մենք հիմա էլ կարող ենք։ Ես այսպես ասեմ, մենք հիմա կարող ենք տրանսպորտի վարչության միջոցով որոշակի սահմանափակումներ սկսել ստեղծել այդ այսպես ասած տրանսպորտային միջոցների միջև եւ շատ լավ կլինի որ այդ քննարկումը մենք ունենանք մանրամասն նվազագույնը այս հատվածում հանրայնորեն հասկանանք ինչ է դուրս եկել դա այսինքն նորմալ է որ ավտոմեքենան պետք է թունավորի մեզ բոլորիս ենթադրում եմ նորմալ չի Ենթադրում եմ դա նենց չի, որ տենց մեր ազգային արժեքն է, չէ, այդ ավտոմեքենան, որ պետք է թույնի բոլորիս։ Ես կարծում եմ մենք ամենայն դեպս մենք ոչ միայն պետք է բարձրաձայնենք այստեղ այդ խնդրի մասին, այլ նաև պետք է սկսենք լուծել այդ խնդիրը մեր մասով։ Եթե դեմ չեք, մենք տրանսպորտի վարչության հետ քննարկենք, տեսնենք թե մեր իրավասությունների շրջանակում ինչ լուծումներ կարող ենք տալ այդ դեպքում։ Շատ բարի Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։